Քաղաքական բլեֆ թե առավելագույն ճկուն քաղաքականության կիրառում կամ անճարակություն։ Թրամփն ինչ էլ հայտարարի, իրանական կողմը բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հերքում է։ Այս անգամ Իրանի խորհրդանի խոսնակն է հերքել ԱՄՆ նախագահին։ Թրամփը հայտնել էր, թե Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցություններ են ընթանում։ Անալոգը մենք ունեցել ենք առնվազն վերջին 2 տարիների ընթացքում 2 անգամ։ Մեկը 2025 թվականի հունիսյան ռազմական գործողությունների ժամանակ 12-օրյա, մյուսը Օմանի միջնորդությամբ բանակցությունների ֆոնին։ Կեղծ լուրերն օգտագործվում են ֆինանսական եւ նավթի շուկաները մանիպուլացնելու եւ դրանք ճահճից դուրս հանելու համար, որտեղ խճճվել են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը։ Թրամփը փորձում է նաև ժամանակ շահել։ Ըստ քաղաքագիտական համայնքի հնարավոր է, որ նա պատրաստվում է ընդլայնված ռազմական գործողությունների։ Միջազգային մամուլն իր հերթին գրեց, թե Վաշինգտոնը F-16 կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքի տարբեր հատվածներում։ Միացյալ Նահանգները պատրաստում է ավելի լայն կամ ավելի ռազմավարական հարվածներ հասցնելու Իրանին, ինչի համար անհրաժեշտ է գոնե առնվազն առաջիկայում որոշակ այսպես հանդարտության ֆոն ստեղծել, մինչև տեղի կունենան ուժերի վերջնական վերադասավորում։ Wall Street Journal-ը հղում անելով իր աղբյուրներին գրում է, որ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները կարող են միանալ ԱՄՆ ռազմական գործողություններին Իրանի դեմ, քանի որ ըստ պարբերականի Թեհրանը հարվածներ է հասցնում նրանց տարածքներին։ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազան Մոհամմեդ Բեն Սալմանի որոշմանն են սպասում։ Այդ երկրում են տեղակայված ԱՄՆ որոշ ռազմաբազաներ։ Կան տեղեկություններ, որ արդեն նախնական այսպես պայմանավորվածություններ կարծես թե ձեռք են բերվել։ Աշխարհի տնտեսության զարկերակներից Հորմուզի նեղուցը դարձել է համաշխարհային տնտեսության վայրիվերումների կիզակետը։ Financial Times-ը գրում է, թե Իրանի կողմից Թրամփի անընդհատ հերքվող հայտարարությունների ֆոնին նավթամթերքի շուկաներում, առևտրային բորսաներում տատանումները կայծակնային արագությամբ փոփոխությունների են ենթարկվում։ Օրինակ, The Insider-ը գրում է, թե թրեյդեր առևտրականները նավթի շուկայում գրեթե կես միլիարդ դոլարի խաղադրույքներ են կատարել 15 րոպե առաջ, մինչև Թրամփը գրառում կաներ Իրանի հետ հաջող բանակցությունների մասին։ ԱՄՆ նախագահի գրառումից հետո նավթի գները կտրուկ իջան եւ ֆոնդային ինդեքսները սկսեցին բարձրանալ։ Այս ցուցանիշները սակայն երկար չպահպանվեցին, երբ իրանական լրատվամիջոցները հայտնեցին, թե ԱՄՆ-Իրան բանակցություններ տեղի չեն ունեցել։ Դրանից հետո նավթի գները դարձյալ աճեցին։ Թրամփի վարչակազմը հերքել է նախագահի հայտարարության նախապատրաստման վերաբերյալ տեղեկության արտահոսքը։ Իդեպ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ավստրալիա կատարած այցի ժամանակ հայտնել է, թե Եվրամիության որոշ երկրներ պատրաստվում են նպաստել Հորմուզի նեղուցը պաշտպանելու առաքելությանը, սակայն ըստ նրա դա տեղի կունենա պատերազմի ավարտից հետո միայն։ Մենք բոլորս զգում ենք գազի եւ նավթի գների աճի ազդեցությունը մեր բիզնեսի եւ հասարակությունների վրա։ Նեղուցը կարևոր նշանակություն ունի ամբողջ աշխարհում էներգամատակարարման համար։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը քննադատել է Իրանի վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումը, այդ գործողություններն անվանելով միջազգային իրավունքի խախտում։ Մեր արտաքին քաղաքականությունն առավել համոզիչ չի դառնա, եթե մենք միջազգային իրավունքի խախտումը չանվանենք միջազգային իրավունքի խախտում։ Պատերազմի սկզբից ի վեր Իրանում 318 բուժ հաստատություն է վնասվել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների հետևանքով։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռային հարված է հասցրել Կարմիր ծովի ափին Իսրայելի Էյլաթ քաղաքին եւ տարածաշրջանում մի քանի ամերիկյան ռազմաբազաների, նաեւ Դիմոնայի շրջանին, որի մոտ է գտնվում Իսրայելի հիմնական միջուկային օբյեկտը։ Իրանի կողմից Դիմոնային հասցված հարվածները, որը բնականաբար կարծում եմ այս պահին նախազգուշական էր, եւ Իսրայելի կողմից Նաթանզին հասցված հարվածները։ Այս երկու էպիզոդները այն մասին են, որ կողմերը կարծեք թե զգուշացնում են, որ չունեն այս առումով կարմիր գծեր։ Եվ Իրանը շարունակում է երկրի նկատմամբ դավաճանական քայլերի գնացած քաղաքացիների ձերբակալությունները։ Ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով։ Ըստ Իրանի հետախուզության նախարարության 24 անձ ձերբակալվել է Հարավային Համադան նահանգում գտնվող ռազմական օբյեկտների վերաբերյալ տվյալներ փոխանցելու համար։ Այդ օբյեկտներից մի քանիսը հրետակոծվել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից։ Լուրեստան նահանգում ձերբակալվածները տեղեկություններ են հավաքել հակառակորդի հետախուզության համար։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ կապված 3 գործակալ է ձերբակալվել։ Շատերին խիստ դատաստան է սպասվում։ Ընդհուպ մահապատիժ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։